Վրամով ա զանգում, որ սենց փոխվեցիր մի անգամից։ Ու ինչ։ Ինչի ա քեզ զանգում, Սոնա։ Իսկ դու ինչի ես Նարեին զանգում, Վրամ, նույն հարցը քեզ կարամ տամ։ Դու շատ լավ հասկացար ես քեզ ինչ եմ ասում։ Ես հասկանում եմ այն, որ շատ նորմալ ա, որ Հայկը ինձ զանգում ա։ Ինձ Հայկն էլ, Միքոն էլ, Պապան էլ կարան զանգեն։ Ես հասկանում եմ, որ իրանք քո համար թշնամի են, բայց իրանք իմ ընտանիքն են։ Ոնց որ արդեն ինքնապաշտպանության, հա, անցար։ Այդ այն ժամանակ ա լինում, երբ մարդը սխալ ա, Սոնա, գիտես։ Ընտանիքիս անդամների հետ շփման մեջ որ պահն ա սխալ։ Սոնա, ինչի ա Հայկը քեզ զանգում։ Երեխու ու Նարեի մասին ինֆորմացիա ես ասում։ Հասկանում ես, որ արդեն սխալ քայլեր ես անում իմ հանդեպ։ Չէ, Վրամ, ես ոչ մի սխալ բան չեմ անում։ Ես միշտ էլ շատ բան իմացել եմ, բայց երբեք ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել։ Ոչ դու, ոչ էլ ինչ-որ մեկը չի կարա ինձ արգելի ընտանիքիս անդամների հետ, ես շփում պահեմ։ Ես էլ իմ հերթին ոչ միտեղ, ոչ մի ավել բան չեմ խոսում։ Եթե չես վստահում, ես հենց հիմա կզանգեմ Հայկին, բարձրախոսի վրա կդնեմ։ Բայց չէի կարծում, որ մենք հասել ենք այն կետին, որ պետքա դու ստուգես այդ ամեն ինչը։ Բայց եթե պետքա ապացույցներով խոսենք, ես դեմ չեմ։ Դու գիտես ես ինչ թեմա է իմ համար, Սոնա։ Ու Աստված չանի, ես իմանամ դու ինչ-որ տեղեկություններ ես տալի աղբորդ։ Ստեղ եմ, պապ ջան։ Պապ։ Ինչ է։ Պապ ջան։ Կարո ջան։ Ինչ է։ Դու մարտասպան ես Սակո։ Չէ։ Գնա։ Քո ուսերին Գնացեք։ Տենց չի։ Չէ, քաջիկ։ Գնա։ Աշխարհի կարա։ Մարկը ասիկը։ Աշո։ Արփի ես։ Կարոս։ Պապ։ Դու մարտասպան ես Սակո։ Գնացեք ինձ անկից տողե։ Այս բան մենակ մնալը լուծում չի, Հայկո։ Ճիշտ է, ես քեզ լիարժեք չեմ կարա հասկանամ, բայց իմ համար էլ է բարդ։ Չգիտեմ ինչ անեմ, որ համ ներսիս վրեժը լուծեմ, համ նենց քայլ չանեմ, որ քեզ վնասեմ։ Ես ինչ կապ ունեմ։ Բա որ կապ չունես, ինչի ասակում մինչև հիմա ողջ։ Հայկո, ես հիմա քեզ չեմ մեղադրում։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ հասկանում եմ։ Ես է քոպես մոլորվել եմ։ Աղբերս երեխա է ունենալու։ Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Ու կապ չունի, որ Ադամյանների հետ կապ ունի այդ երեխան։ Այդ ինչ չի խանգարում, որ ես աշխարհի ամենաուրախ հոպարը լինեմ։ Բայց հիմա մենք պետքա նենց քայլ չանենք, որ Սակոյի պատճառով Նարեն տուժի։ Ինձ էլ է հետ պահում մենակ հիմա։ Եթե երախու պահը չլիներ, իմ եկած օրվանից Սակոն արդեն հողի տակ կլիներ Միքո։ Բայց ձեռու ոտս կապված է, չգիտեմ ինչ անեմ։ Ու ունենցա, որ ուրիշ տարբերակ էլ չունեմ։ Անկախ ամեն ինչից Սակոն անպատիժ չի մնալու։
Անպատիժ չի մնալու Հայկո։ Նարեկ ջան, բոլոր տեղերը ժամանակին կխմես ու ինձ հետ անպայման կապի մեջ կլինես։ Կարևոր չի ժամը քանիսն է, հենց քեզ ված զգաս, մի անգամից ինձ կզանգես։ Լավ, շնորհակալ եմ։ Ու հիշիր, ամենակարևորը քեզ կատարյալ հանգիստ է պետք։ Մենք ամեն ինչ կանենք բժիշկ։ Շնորհակալ եմ։ Առողջություն։ Marta սպանես դու։ Հիմա կաննա հերթը սակո։ Ես քո հետևից եմ եկել։ Marta սպանես դու։ Marta սպանես դու։ Հեռու գնա։ Դու մեռել ես, դու չկաս։ Ես քո հետևից եմ եկել։ Գնա։ Հիմա կաննա հերթը սակո։ Marta սպանես դու։ Դու չկաս, դու մեռել ես, դու։ Հիմա կաննա հերթը սակո։ Ես քո հետևից եմ եկել։ Marta սպանես դու։ Արի բալես, տաքսին դրսում է։ Հիմա կգնանք տուն, դու ինձ կասես սիրտդ ինչ ա ուզում ու ես քո համար կպատրաստեմ։ Ամեն ինչ պիտի անենք, որ մինչև մյուս այցելությունը բոլոր վտանգները անցած լինեն։ Կանցնի մամ ջան, որովհետև ես էլ չեմ պատրաստվում այդ տանը մնալ։ Ինչ։ Ինչ որ լսեցիր մամ։ Ես չեմ ուզում իմ երեխու կյանքի հաշվին ու իմ նյարդերի հաշվին ես ապրեմ այդ տանը։ Խելագարվել ես, Նարե, ինչեր ես խոսում։ Հիմա հետդ կգամ, որ իրերս հավաքեմ ու դուրս գամ այդ տնից։ Եվ ուր ես գնալու։ Կարևոր չի ուր։ Կարևորը որ ձեր տանը չլինեմ։ Նարե, դու քեզ լավ չես զգում։ Ինչեր ես խոսում։ Ես հասկանում եմ, որ հղիության ընթացքում կնոջ մոտ հուզական ապրումներ են լինում, բայց խելքդ գլուխդ հավաքի։ Ինչեր ես խոսում։ Դու հիմա գալու ես ինձ հետ ու մնալու ես մեր մոտ։ Հուսով եմ հասկացանք իրար։ Իսկ հիմա արի, տաքսին վաղուց մեզ է սպասում։ Հենց հիմա ինձ ուղարկում ես այն թղթերը, թե վերջին մի շաբաթում ինչ վաճառք ա եղել բացի այդ բեռնատարից։ Ինձ ստորագրությունն ու պեչատն ա պետք, ոչ մի բան պետք չի։ Արագացրու շուտ արա։ Իսկ կլինի գոնե մենք չվիճենք։ Ես քո հետ չեմ վիճում, Սոնա։ Ուղղակի ինձ դուր չի գալիս, Որ Հայկի հետ շփում եմ պահում։ Հա։ Հա, բայց դու հասկանում ես, չէ՞ որ այդ նորմալ է։ Ես Նարեի հղիության մասին վաղուց եմ իմացել, բայց ոչ մեկին ոչ մի բան չեմ ասել։ Կարող էի, չէ՞։ Ու նմանատիպ հարցեր էլի են եղել։ Վրամ, ես քեզ հասկանում եմ, բայց խնդրում եմ, որ դու էլ ինձ հասկանաս։ Իմ ընտանիքը իմ համար շատ կարևոր է, բայց ես հիմա այստեղ եմ, քո կողքին եմ, այդ ոչ մի բան չի նշանակում։ Վրամ, ինչքան էլ բարդ լինի իմ համար լռելը, ես լռում եմ, որովհետև հասկանում եմ այդ ամենի լրջությունը։ Ես գիտեմ ինչն է քո համար առաջնային ու փորձում եմ այնպես անել, որ իմ մասով մտածելու բան չունենաս։
Դու շատ լավ գիտես, թե իմ համար ինչ կարևոր է ընտանիքիս հետ կապը վերականգնելը ու նաև գիտես, թե ինչքան շատ էի տանջվում, երբ այդ կապը չկար։ Խնդրում եմ, այդ ամենը մեծ պատմություն մի դարձրու ու այնպես մի արա, որ ես ինձ մեղավոր զգամ, որ հորս կամ աղբերներիս հետ կապ եմ պահում։ Եթե ուզում ես, արի ու լսի, թե ինչ եմ մերոնց հետ խոսում, բայց կարծում եմ կասկածի տեղիք քեզ չեմ տվել։ Գլուխս պայթում ասուն, կոֆե կտաս խմեմ։ Էլ նեղացած չես, չէ՞։ Արդեն պարզ է։ Նարեն ոնց էր։ Ավելի լավ էր։ Այնտեղ կմնայի, բայց մամատ Բան մի ասում։ Ամեն ինչ պարզ է։ Ես քո հետևից եմ եկել։ Հեռու գնա։ Հեռու գնա։ Մարդաս։ Ոտնաս ինձ։ Ստեղ եմ, պապ ջան։ Ինչ։ Ախ, Կարոս։ Ես քո հետևից եմ եկել, Մարդասպան։ Ես քո հետևից եմ եկել, Մարդասպան։ Գնացեք։ Հեռու գնացեք։ Հեռու։ Մարդասպան։ Օրեք։ Հեռու գնացեք։ Հեռու գնացեք ինձնից։ Ինչ եք ուզում։ Մարդասպան։ Կարողա զանգեմ Սաթին։ Իմաստը որն է։ Ինչ պետք է ասի քեզ։ Չգիտեմ։ Կարողա խնդրեմ թողնի խոսեմ երեխու հետ։ Դա ինչ պետք է քեզ տա։ Երեխուս ձայնը լսելը քիչ է, աբո։ Լավ, ասենք երեխու հետ խոսեցիր։ Ինչ պետք է ասես, դու ով ես։ Չգիտեմ։ Դե ուրեմն դու մի բան առաջարկի, չգիտեմ, մի բան ասա, ինչ անեմ։ Դու ամեն ինչ գիտես, չէ՞, ամեն ինչ հասկանում ես։ Տարբերակ ասա, որ կարողանամ այս իրավիճակից դուրս գալ իր հետ կապի միջոց գտնել, չգիտեմ։ Ես արդեն խելագարվում եմ։ Հոգնել եմ, հասկանում ես։ Հոգնել եմ։ Ամբողջ կյանքս պայքար ա եղել ու ոչ մի օր հանգիստ չեմ ունեցել։ Անընդհատ ստիպված եմ եղել պայքարել մի բանի համար, ինչն ինձնից դավադրաբար խլել են։ Հիմա էլ երեխուս համար պայքարի հերթն է։ Այն ժամանակ ինձնից հեռու էր։ Էլի ամեն ինչ անում էի, բայց այն միտքը, որ իրեն տեսնելու, լսելու, գրկելու հնարավորություն չունեմ, ինչ որ կերպ ստիպում էր համակերպվել այդ իրավիճակի հետ։ Իսկ հիմա ամեն ինչ ուրիշ է։ Այսօր երեխես ընկել էր։ Ես պիտի իրեն գրկեի, բայց այդ հնարավորությունը չունեի։ Ես պիտի իրեն գրկեի, հանգստացնեի, իր ցավող տեղը համբուրեի։ Մեզ մանկուց միշտ խաբել են, չէ՞, որ ցավող տեղը կարելի է համբույրով բուժել։ Բայց սուտ է։ Երբ մարդու հոգին հազար մասի է բաժանված, փշրված, ավերված, ոչ մի համբույր չի կարող իրեն բուժել։ Այսօր երեխես ընկել էր ու մոր կարիք ուներ, իսկ ինքը վազեց օտար կնոջ մոտ, իսկ ես այդտեղ կանգնած էի ուղղակի։ Ես ուժեղ մարդ եմ,
Բայց ես իմ երեխուն եմ ուզում տեսնել։ Այդ պահին ամեն երեխա իր մոր մոտ է վազում։ Իսկ ես ուղղակի կանգնած նայում էի։ Ինքը միակ մարդն է, ում շնորհիվ ես պատրաստ եմ ներել աշխարհին ինձ այսքան անմարդկային տանջանքներ տալու համար։ Բայց երբ ինքը չկա, ես ատում եմ բոլորին։ Ատում եմ բոլորին ու ամեն ինչ։ Ատում եմ։ Բարև ձեզ։ Բայց քեզ է ուզում տեսնել, լալա։ Ինչ քերին։ Ես լալային լիքը հարցեր ունեմ։ Հարցերը հետո Միքո։ Չէ, հիմա։ Քերի կներես, բայց երբ որ խոսքը հորս է վերաբերվում, ոչ մի հետո։ Առանց հետո էս կինը ու իր ընտանիքը 10 տարի այդ հարցը հետ են գցել։ Հիմա ինչի պետք է ես չխոսամ, որովհետև վատ է, որովհետև լացում է։ Իսկ մենք որ 10 տարի առաջ ես, աղբերս, տատս, պապս վատ էինք, ինչ որ մեկը հասկացավ մեզ։ Քերի ոչ մեկ չհասկացավ։ Ու հիմա ես չեմ պատրաստվում ինչ որ մեկին հասկանամ։ Նարեկ ջան, սպասի։ Բալես։ Հուսով եմ այդ հիմար միտքը հանել ես գլխիցդ։ Էս քո տունն է, քո ընտանիքը։ Ավելի ապահով տեղ դու չես կարող գտնել քո համար։ Ինչի՞ ես ծիծաղում։ Հա, որ մի ընտանիքում խնդիրներ չեն լինում։ Պետք է լուծումներ գտնել, այլ ոչ թե թողնել ու գնալ։ Հա, իսկապես ավելի ապահով տեղ ես երբեք չեմ ունեցել իմ ամբողջ կյանքի ընթացքում, հատկապես այս վերջին շրջանում։ Նարե, սպասի։ Նարե, սպասի։ Սպասի ասում եմ։ Բայց շատ տարօրինակ է, պապա տեսօր շատ երկար քնեց։ Սոն, մի դեղահաբի տեղը երկուսն է խմել, այդ վտանգավոր է։ Դե նայած ինչ տեղ է խմել, բայց համենայն դեպս դոզաները չի կարելի խառնել։ Սպասի գնամ մոտը։ Վրամ։ Ինչ եղավ։ Ով եք դուք, ուր եք, դե եկեք, մոտ եկեք, եկեք ես ձեզ ասեմ, եկեք ինչ եք պաղթում, հա Աշոտ, դու ես, ով ես, Աշոտ, ես կգամ քո հետևից, ես կգամ ես քո հարցերը կլուծեմ, Աշոտ, դու, հա, Չէ դու իրոք խելագարվել ես։ Էս ինչ չմտածված որոշումներ են։ Ինչը դուրդ չի գալիս, Նարե։
Ով է քեզ էս տան մեջ նեղացրել, որ ուզում ես գնալ։ Կբացատրես։ Էլ ինչ պիտի անենք քո համար, որ չենք արել։ Մենք այնպիսի բաների հետ ենք համակերպվել, որ ուրիշ մեկը պատրաստ չէր լինի։ Բայց դու դա չես գնահատում։ Այ հենց դրա համար էլ գնում եմ, որ երեսով տալու ոչ մի բան չունենաք։ Նարե, ուշքի արի։ Հղիությունդ վտանգված է, ուր ես գնալու։ Ես գնում եմ, որ փրկեմ ինձ էլ, երեխուս էլ։ Ստեղ իմ վախերը ամեն օր ավելի են շատանում։ Ես չգիտեմ ինչ սպասեմ ձեզնից։ Ես այս տանը հանգիստ չեմ։ Մամ, ես այս երեխու համար պատասխանատու եմ։ Ու ես չեմ կարող թույլ տամ, որ ձեր պատճառով կամ իմ հույզերի պատճառով անդառնալի ինչ-որ բան լինի։ Ու մի հարցրուր եմ գնում, որովհետև այդ կարևոր չի ու ոչ մեկից չի վերաբերում։ Չէ, քո գլխի հետ հաստատ մի բան են չի։ Ես գնում եմ Վրամին ասեմ։ Ում ուզում ես ասա։ Ես ամեն գնով կպաշտպանեմ քեզ։ Վրամ ինչ-որ բան է եղել։ Ոնց որ թե հա։ Ու եթե այդ հաստատվեց, ես Արմոյին թաղելու եմ։ Արմոյին։ Հա։ Անասունը իրան խելոքի տեղադրել ու թռել է, մտածումը չեմ գտնելու իրան։ Բայց ինչ է արել։ Ինչ պիտի անի, Սոնա, մեր ունեցած չունեցածը ծախում ու իրանով է անում։ Ինչ։ Վրամ, ուր ես։ Ստեղ եմ, մամ։ Վրամ, իմ նյարդերը չեն հերիքում։ Քուրդ խելագարվել է։ Մամա, ինչ է եղել ու ինչի ես դու տանը հիմա։ Նարեին արդեն դուրս են գրել։ Ինքը հիվանդանոցից եկել է այն մտքով, որ պիտի գնա այստեղից։ Ճամպրուկն է հավաքում։ Չհասկացա։ Ես էլ չեմ կարողանում, երդվում եմ, խնդրում եմ խոսա հետը։ Բժիշկն ասեց, որ պիտի անկողնային ռեժիմ պահի, որովհետև երեխուն կորցնելու մեծ վտանգ կա։ Իսկ ինքը իր գլուխն ա մցրել, որ կկորցնի երեխուն, եթե մնա այստեղ։ Հորդ արածներից ա վախենում, մեր վերաբերմունքից ա ճնշած, ես էլ չգիտեմ ինչն ա պատճառը, բայց ես էլ չեմ կարողանում։ Վրամ, խնդրում եմ, խոսա հետը, որովհետև էլ չգիտեմ ինչ լեզվով բացատրեմ իրան։ Աշոտ, դու ես, ով ես։ Էս ինչ ձայներ են։ Սակոներ։ Վրամ, դու սենյակում նայի, ես բակում։ Հա, Սոնա, դու էլ արագ բարձրացի Նարեի մոտ։ Նարե։ 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 Սոնեշի ձայներ։ Չգիտեմ, Նարե։ Դու լավ ես։ Ոնց չգիտես ինչ ձայներ։ Չգիտեմ, ես քո մոտ էի գալիս, ոնց ես դու։ Պապան։ Նարե, մի գնա, ոչ միտեղ մի գնա, խնդրում եմ։ Դու գնա քո սենյակ, երեխու մասին մտածի։ Ես կգնամ ու կգամ քո մոտ, լավ։ Չէ, Սոն, ինչ ես խոսում։ Ես կգնամ կիմանամ ինչ ա կատարում։ Դու քո մասին մտածի, խնդրում եմ։ Ես հեսա կգամ։ Սակո։ Սակո։ Սակո, ուր ես։ Հե, մամա։ Ոչ մի տեղ չկա։ Ներսում էլ ոչ մեկը չկա։ Բա Նարեն։ Նարեն լավ է։ Վրամ, պիտի արա գտնենք Սակոին։ Մամա, ուշադիր ինձ լսի, ես դուրս եմ գալիս պապային մեքենայով մանգամ։ Դու հարևանի տները մտի, մի բան արա։ Սոնա, դու մնում ես տեղ, հենց պապան եկավ, զանգում ես ինձ։ Վրամ, խնդրում եմ։ Սոնա, պիտի պապային արագ գտնենք։ Վրամ։ Սոնա, ինչ։
Ման մի րոպե։ Ոչ մի բան չանեք։ Պապա չաներ, սպասի։ Պապա, պապ, սպասի, պապ ջան։ Հա, թող ես ամենավատ մարդը լինեմ, որովհետև տեսնում եմ, որ վատ ես, բայց ինձ մեկ է։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու քո աղբորից ոչ մի բանով չես տարբերվում, Լալա։ Դու ես չէ Հայկին ասել, որ աղբերը տա սպանել մեր հորը։ Ես եմ ասել։ Միշտ իմացել ես ու չես ասել։ Էդ ինչ եղավ, որ որոշեցիր ասես։ Այսքան տարի լեգենդներ են պտտվում գյուղում։ Ասում են հերս միջև ականջների ծերը սիրահարվել է քեզ։ Միկո, թողել է իր երեխեքին, հորը, մորը ու գնացել է։ Այսքան ժամանակ քո մտքով անցել է, մենք ինչ ապրումների մեջ ենք։ Ոնց ենք ապրում։ Միկո, ես… Ինչ դու։ Հերս հա քեզ սիրել է։ Բայց հերս քեզ ինչի տեր պետք ես տենց է չհասկացա մինչև հիմա։ Այսինքն այն Լալա, որ հերս կապվել էր քո հետ, ես այդ օրվանից քեզ ատում էի։ Հա, ատում էի, որովհետև մտածում էի, որ հորս հիշողություններից ուզում ես ջնջես մորս։ Բայց նենց ստացվեց, որ համ մորս, համ էլ հորս ջնջեցիր։ Ես երբեք… Լալա, պետք չի բացատրություններ տաս։ Ես չեմ սպասում, որ դու բացատրություններ տաս։ Գիտես ինչի է։ Որովհետև դու քո աղբորպես մարդ սպանես։ Դու այսքան ժամանակ իմացել ես, բայց լռել ես։ Ուրեմն դու էլ իրանից ոչ մի բանով չես տարբերվում։ Դու ոչ մի բան չգիտես, Միկո, լսի խնդրում եմ։ Դու որ գիտեիր ինչ։ Դրանից ինչ։ Լսի, Լալայի համար էլ շատ ծանր եղել։ Չես կարա մեղադրես մարդուն, որ չգիտես ոնց ապրել։ Լուրջ։ Դու Լալայի կյանքից ոնց որ ամեն ինչ գիտես, հա։ Ես ուղղակի չգիտեի, որ Լալան անձնական փաստաբան ունի, քերի։ Միքայել։ Չափը տանցնում ես արդեն։ Սակո, աղաչում եմ, տենց բան չանես։ Խնդրում եմ քեզ, աղաչում եմ, Սակո, խնդրում եմ։ Մամա ինչ ա եղել։ Տարնարեն շուտ։ Ես գիտեմ դու եկել ես իմ հետևից։ Դե արա այն ինչի համար եկել ես։ Ես էլ չեմ կարողանում։ Այս բեռը չափից դուրս ծանր է ինձ համար։
Նարեկ գոնե նստի կլինի, արի նստի։ Ես ինչ էր անում։ Ինչի համար։ Ինչ արեցիր, Վրամ։ Ես ինչ արեցի։ Երևի պիտի հանգիստ նայեի, թե հերս ոնց ա մեռնում։ Դու ինչ ես անում, պապա։ Ինչի համար էիր որոշել, որ այս քայլին պիտի գնաս։ Ես երբեք չհասկացա ոնց եղավ, բայց պիտի թողնեիր, որ անեի։ Եկել էին իմ հետևից, ինձ փրկելու էին Վրան։ Երիքա, էլի պապա, երիքա, ես էլ չեմ դիմանում։ Ով էր եկել քեզ փրկելու, ինչից պիտի քեզ փրկեին, հա։ Բա մեզ ով է այս վիճակից փրկելու։ Ինչ ես անում, ես քեզ չեմ հասկանում, պապ։ Հասկանում եմ, լավ չես, ներսումը ցավ կա, բայց այնպես չի, որ մեր կյանքն էլ ահա որ հեշտ է անցնում։ Ես ու խեղճներս ամեն գիշեր հերթով կողքդ պահակ ենք նստում, որ ոչ մի վատ բան չանես, ոչ մեկին վնաս չտաս ու մենք այդ ընթացքում քնած լինենք։ Ինքդ քո հետ կռիվ ես տալիս, բայց իմ հետ չես խոսում, որ հասկանամ ոնց օգնեմ քեզ։ Գնա։ Դու էլ գնա, աղբորս նման ինձ մենակ թող։ Ու քեզ թվում է, որ քո չլինելուց հետո մեր կյանքը ավելի հեշտ է լինելու։ Հասկանում եմ, սխալ ես արել։ Բայց պետք չի այդ սխալից փախնես, պապա։ Կարաս այդ սխալը տուղես, որովհետև մեռնելուց հետո քեզ այդ հնարավորություն էլ ոչ մեկը չի տալու։ Նարեն հղի է։ Լավ չի, ամեն պահի կարա երեխուն կորցնի։ Ես 1000 մասի եմ բաժանվում, չգիտեմ ինչ անեմ, որ այսքան հարց լուծեմ մի անգամից։ Այն խեղճ մերս բոլորիս ձեռը կրակն անգել։ Ով ներվայնացած է լինում, ջղայնացած է լինում, գնում է այդ կնոջ վրա է մունատ գալիս ու գոռում։ Սոնան, որ ամենաշատը ինքը մեր հետ կռիվ ունի անելու, կարա ամեն պահի շատ բաներ է սովտա, ոչ մի բան չի անում։ Սուսուփուս հետս հավասար պայքարում է, որ դու լավ լինես, պապա։ Ու այդ ամեն ինչ անում են քո թիկունքում, որ դու չիմանաս ու քեզ վատ չզգաս, չնեղվես։ Մենք բոլորս վատ ենք, որ դու լավ լինես։ Բայց դու ես ինչ ես անում։ Ինչ ես անում, պապա։